Այսօր Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը Արմավիրի մարզի Արտիմետ համայնքից էր։ Իշխանություն լրատվականի հետ զրույցում Արամայիսին ճանաչողները նշեցին, որ ցնցված են կատարվածից եւ չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Դուք չեք հավատում, որ տղան ինքնասպան է։ Ես չեմ հավատում։ Ըստ ձեզ ինչ է։ Չգիտեմ աղջիկ ջան, ես չեմ կարող։ Կարող է անենց են պայմաններ ստեղծել, որ իրան կախել է։ Թե չէ աղջիկ ջան, ես իմ անգրագետ տեղով մտածում եմ մարդը 6 ամիս, տարի ու կես, ծառայելուց հետո կարող է ինքն իրան կախել։ Ոչ, մնացել է 6 ամիս, հետը գար։ Մանավանդ իրանք էլ տուն, տեղ ունեին, խիեր կախվում, ուրեմն մի բան արել է։ Մայիկը մենակ գոռում էր, մայիկն ինչ ասի աղջիկ ջան, են մերը մերնի, որ իրա բանին կթաղի բալես, են մայրը թող մերնի, առաջին մայրը մերնի, ումն ապետ, 20 տարեկան տղին թաղի ինքը նստի մանգա, ցավը տանեմ, ասա, չգիտեմ աղջիկ ջան։ Մայրիկը ձեզ ոչինչ չասես մենք։ Ոչ մի բան, մենակ գոռում, այդ տունը բռնել է 2-3 հատ տղամարդ են սեր չեն թողու, որ ես կնիկն են կողմեն, դա ինչ իմանամ։ Մենք տեղեկություն ունենք, որ Արամայիսը աշխարհված է հոգեկան առողջության կենտրոնում։ Ինքը ես այդ եմ ասում, ինքը ինչ-որ մի քիչ Սամվել Կալապեց է։ Ինչ-որ մի քիչ ինչպես։ Ինչ-որ մի քիչ ոնց որ ինքը, բայց խիտ արանբանակ։ Եթե մարդը հիվանդ է խիտ արան, թող չտանեին, ցավը տանեն։ Հո ես չեմ բժիշկը։ Բայց դուք լսել եք, որ նա հոգեկան առողջական խնդիր ունի։ 2 տարի էր այս տղան դուրս էր գալի, խոսում էին, բարելուց ես չեմ տեսել, որ նա խուժանալներ, անպետք կրներ։ Ես այդ պատճառներ անկեղծ ասած չգիտեմ, բայց իրան կապված են հայտնել բերել է, իսպես ասեմ։ Ընդհանրապես այդքան բան ինձ հետ կապեց նաև ուղեկցող իրանով ռազմապատասխանատվություն բերողը, այդ նույն ինքն էր ասաց, որ գիշերն էր այդ դեպքը, որ իրանք պետք է լանացեն կախված վիճակում։ Այդպես չգիտեմ, ինչ ասեմ, ինչ ավել ասում որ։ Չգիտեմ, հայրել են վիճակում են և հույս բան չէի հարցնել ես այս անդամ։ Ինչքան հորը դուք կանչեցիք, հայտնեցիք մուրը։ Այո, տենց սնորքի մեջ գնացել էր, ոնց ասեմ, տեղը չէր գտնում։ Ուղեկցեցինք հրագետում։ Զանգեցինք իր հետ ծառայության կեներել եկան։ Օդպուսկ եկավ, տեսել եմ իրան, խոսացել եմ հետը, որ նորմալ է անցել ծառայությունը, բայց հիմա ինչն է պատճառը, ինչ խնդիր կար, էդ էլ չգիտեմ։ Իսկ կռվարը արկամ։ Չէ, ինքը շատ խելոք երեխա էր։ Հասնող, օգնող, շատ խելոք երեխա էր։ Ծառայությունից չի դժգոհ։ Չի դժգոհել, երբ հարցրել ենք Արա ջան, ինչ կա, նորմալ է։ Ասել են, որ հա, շատ լավ է։ Ես ինչ շատ լավ եմ զգում, ամեն ինչ նորմալ է։ Հիմա կոնկրետ իր մաման այն վիճակում է ու ինքն էլ մտածում է, որ չէ, իմ երեխան տենց բան անի։ Բնականաբար ծնողը ինքը կոնկրետ ես էլ եմ մտածում, որ ինքը իր մտքով անգամ չէր անցնի, ինքը սիրող երեխա էր։ Խելոք անշառ իր համար ապրել է այդ երեխան։ Շատ լավ մարդիկ են, աշխատող, լավ ընտանիք, ոչ մի վատ բան չէր տեսել։ Իսկ Արամայիսի հետ հենց շփվել եք։ Չէ, ոչ ուրա։ Ես Արիկովым ես երբ եմ շփվել։ Իրանք էլ նոր են եկել այստեղ տուն հավել։ Տենց իրացնող են լավ։ Ուրիշ ոչ մի։ Իսկ լսել եք, որ տղան հոգեկան առողջության։ Ոչ, տենց բաներ mən չեմ լսել։ Նկատել եք որևէ բան իրեն տեսնելուց կամ։ Չէ, ակուրատնի տղա էր։ Մենք ված բան չենք տեսել։ Այսինքն ինքնասպան լինելու պատճառը ձեզ նա չուներ։ Չուներ։ Ծնողները լավ են, ընտանիքը լավ են։